Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակորդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին, հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնելու, մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ ՔՊ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում են, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը։ Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում ի դիրքեր ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում ուբորկա է սկսելու տարածաշրջանային երկրներում, մաքրելով դրանք իր համար օտար մարմիններից, մանավանդ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիևի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջև խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով։ Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի դեմ Սև քարոզչությանը եւ փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել, նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է։ Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները հետ չգան։ Սակայն ընտրաշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջև այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են եւ կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։ Մարտիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որևէ ուժ մեծամասնություն չունենա եւ եթե ավականի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն, տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։ Երկու թեկնածուներ հիշեցնենք հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է եւ արդեն իսկ նշмарվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե եւս մեկ ուժ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է պետ եւ պետի տեղակալ չունի։ Նախկին ղեկավար Սերփուի Գալյանի արտադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել, հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոփյանը, տեղակալի պաշտոնի համար Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոփյանն իր նախկին գործընկեր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է։ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները հանգանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև։ Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչև մայիսի 1-ը չկատարեն վարկային պարտավորությունները, ապա հիպոթեկային վարկը ժամկետ անց կճանաչվի եւ կբռնագանձվի նրանց գույքը։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի կառավարության 2022 թվականի մայիսի 10-ի 505N որոշմամբ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու համար այս ընտանիքներին սերտիֆիկատներ են տրամադրվել։ Ըստ որոշման վկայագիրը երաշխավորում է ՀՀ-ում հիպոթեկային վարկի միջոցով բնակտարածքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է վարկառու ընտանիքի, բանկի ու Արցախի բնակարանային հարցերով կոմիտեի միջև։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց, այս խնդիրը ծագեց, այդ ժամանակվանից սառեցվել են վարկերը եւ շաբաթներ առաջ միայն մարդկանց ծանուցել են, որ եթե չվճարեն վարկը, գույքի բռնագանձման գործընթաց կսկսվի։ Մինչդեռ արցախցիների կարծիքով ՀՀ պատկան մարմինները մեկ օրում կարող են լուծել խնդիրը, վերագրանցելով ԱՀ ներդրումային հիմնադրամը, որն Արցախ բանկի ավելի քան 45%-ի բաժնետեր է եւ կարող է շարունակել կատարել իր պարտավորությունները։ Հավանաբար ՀՀ իշխանությունները որոշել են տնից զրկել այդ ընտանիքներին, գույքը խլել եւ ստիպել, որ արտագաղթեն Հայաստանից։